Տիկին Վարդանյան, դուք ինչ որակում գտաք նրան, որ երեք Լևոն Քոչարյանը քաղաքական պատվերից էր խոսում, Փաշինյանն ասաց, որ ժառանգությունը չէ ստանալու, նստելու եք, բռնելու եք, դատելու եք, ու այսօր առավոտյան արդեն ԱԱԾ-ն իրենց դռների։ Ես չգիտեի, որ մեր ԱԱԾ-ն այսքան օպերատիվ է, չգիտեի, ինչ որակում գտամ, ես չգիտեմ, որ Հայաստան չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է քաղաքացի լինել, երեկվա Լևոն Քոչյանի ելույթը եւ այսօր առավոտյան իրադարձությունները իրար չկապի։ Հրահանգավորում էլ չգիտեմ ոնց կարող է լինել, եթե տեսնում եք, արդեն առաջ խաղացում ունենք, երբ WhatsApp-ը չեն օգտագործում, ուղղաժամբյուն։ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ մենք էլ ենք զարմացած, թե ինչի հենց այսօր, որտեղ շատ վաղուց գնացած են, հələ մի բան էլ ուշացել են, այսօր դրա վրա նախորդ ելույթի ժամանից հետո պիտի գնացած լինեին։ Կամ էլ մեկից հարցազրույցից հետո տեղեկություն եղավ, որ Լևոն Քոչյանը եւ Ռոբերտ Քոչյանը ձերբակալվել են։ Չունեմ ես նման տեղեկություն։ Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն ԱԱԾ-ում է, Լևոն Քոչյանը ԱԱԾ-ում չէ, քննչականում։ Քննչականում չէ։ Պաշտոնական տեղեկություն է, որ ձերբակալվել են, տեղյակ չեք, ես նոր ստացեմ։ Չէ, չեմ հասցրել նայել, պիտի նախ ստուգեմ, երկրորդը կանխատեսելի կարող է լինել ցանկացած ընթացքով։ Ես վստահ եմ, որ Քոչյանների ընտանիքը բոլոր ընդդիմադիրները, ովքեր այստեղ են, կանխատեսում են այս ընթացքը, հունիսի 7-ի ընտրություններից հետո սա կանխատեսելի բռնապետական ընթացք է։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել իմ գործընկերոջ Լևոն Քոչյանի մյուս խոսքի վրա, մի հատվածը շատ տարածվեց, որ եթե խնդիրը ունեցվածքի պահպանումը հանգիստ կյանքը, ինքը այստեղ չէր լինի, ոչ ոք այստեղ չէր լինի, սա հանգիստ կյանքի մասին չի, սա ինչ որ չգիտեմ աշխատավարձերի կամ բանի մասին չի, ինչքան ընդդիմադիրներն ասում չէ, բան աշխատավարձի համար կնոպ կային սեղմում, հետո ասում են միլիոնատեր են։ Սա արժեքների համար պայքար է, այդ մարդը գիտակցելով այդ ամբողջ պատասխանատվությունը, հետևանքները, այդ թվում նաև իր 3 անչափահաս երեխաների համար այստեղ է։ Ես կարծում եմ դա է պետք գնահատել այս պահին, իսկ որևէ բռնապետական ռեժիմ հավես չի, բայց գնամ նիստի եթե։ Մի բան էլ ասին, Վահագն Ալեքսանյանն ասաց, այո, սա միանշանակ քաղաքական պատվեր է, բայց ժողովրդի քաղաքական պատվերն է տված մեզ, ինչ կասեք։ Ուրախ եմ, որ իրենք խոստովանում են եւ այդ ցուցմունքները հետագայում օգտագործվելու են իրենց դեմ դատարաններում։ Ես մի բան գիտեմ, որ ես չեմ ուզում, որ ԿՊԱ-ականներին դատեն այնպես, ինչպես ԿՊԱ-ականներն են հիմա դատում եւ վարվում ընդդիմադիրների նկատմամբ, իրենց նկատմամբ պիտի արդար լինի։ Փաշինյանը երեք կանխատեսեց, ասեց մի դատիր, որ չդատվեց, ասաց հիմա ոնց որ ես եմ ձեզ դատում, այդպես էլ ինձ են դատել, այդպես մի արտավետ։ Չէ, Փաշինյանին արդար դատով որ դատեց, այդ դատով դատվեց, ես պատրաստ եմ։ Փաշինյանին վրեժխնդրությունը չի դատելու, Փաշինյանին արդար հայկական դատարանը պիտի դատի, որ այդ դատավարությունը ոչ ոքի մոտ կասկածներ չառուցի։ Որևէ մեկի անձնական վրեժը չի Փաշինյանի նկատմամբ։ Փաշինյանի հանցագործությունները այնքան ծանր են, որ արդար հայկական դատական համակարգը պիտի իր գնահատականը տա, ես դա եմ ասում։ Ինչու է որոշել, ինչ Փաշինյանը ում է ինչ ապացուցում, անձնական վրեժխնդրություն է, ինչով կպայմանավորեք այս։ Որևէ մեկը մյուսով մի բացառեք, բայց եթե ընդդիմությանը դիմադրության օջախները հետևողականորեն ոչնչացնում ես, ուրեմն պատրաստվում ես իրականացնել մի բան, որին կարող են խոչընդոտել այդ դիմադրության օջախները։ Այսինքն, երբ ուզում ես փոխել սահմանադրություն եւ ասում ես, որ ճնշելու ես պատգամավորների վրա, համարյա ուղիղ խոսքով ասում են, այլին է սահմանադրություն պիտի ընդունես, տարածքային զիջումներ պիտի անես, մի հատ եկեք ենթադրաբար մտածենք Փաշինյանի պես բռնապետական հակումներ ունեցող մարդը ինչ կաներ առաջինում, տեսեք, որ այդ գործընթացն է իրականացնում։ Բայց ընդդիմադիր հայացքներ ունեցողները 100 հազարավորներ են, ես չեմ կարծում, որ բանտերում այդքան տեղ կա։ Շնորհակալություն։